Ավետիք Իսահակյանի հոբելյանական տարվա անակնկալներից մեկը վարպետի տուն թանգարանը կմատուցի արդեն այս շաբաթ, ներկայացնելով թատրոն-թանգարանային ձևաչափի մեջ։ Տևական նախապատրաստական աշխատանքներից հետո թանգարանը փոքրիկներին է ներկայացնում վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա ստեղծված նոր լույսի ծածկագիրը, ինտերակտիվ տեխնիկային բեմադրությունը։ Ստեղծագործական թիմի կարևորագույն խնդիրը վարպետի պատգամները, նրա ուղերձներն ու գաղափարախոսությունը երեխաներին մատչելի, ուսանելի և գրավիչ կերպով մատուցելն էր։ Մեր ռեժիսորը շատ հետաքրքիր մոտեցում գտավ, որը նաև արտահայտում է Իսահակյանի հիմնական գաղափարախոսությունը։ Եթե չենք ուզում, որ լինի ոգուսով, պետք է ունենանք եւ բերենք գիտության լույսը, կրթության լույսը, բարու լույսը, եւ հենց ողջ ներկայացումը պարուրված է այս նոտայով, Իսահակյանի այդ գաղափարով։ Բեմադրության հեղինակային խումբը ստեղծագործական բազմաթիվ խնդիրներին զուգահեռ բախվել է նաև տեխնիկական բարդությունների։ Նախ պետք էր թանգարանային սրահում ինքնօրինակ թատերական միջավայր ստեղծել, ապա նաև ապահովել ինտերակտիվ շփումների հնարավորություն, բայց գլխավոր խնդիրն իհարկե հեքիաթների ընտրությունն էր եւ իսահակյանական հերոսների համադրությունը մեկ ներկայացման մեջ։ Երբ առաջարկը ստացա, ճիշտն ասած վերցրեցի բոլոր հեքիաթների գրքերը ու տարա տուն։ Ու սկսեցի թերթել ու նայել, թե որ հեքիաթները կարելի է այդպես մատուցել, որ երեխաներին գրավի։ Դե իհարկե բոլոր հեքիաթներն էին գրավիչ իրենց ձևի մեջ, բայց ընտրեցինք ամենապիտանի բանը, արևի մոտ, որը նաև զուգորդվում էր երգի հրապույրը, փոքրիկ այդպես պատմվածքի հետ, վերցրեցինք Նուկիմ քաղաքի խելոքները եւ բանաստեղծությունները, որովհետեւ այդ շունչը Իսահակյանի բոլոր տեղերում այսպես կա, ու մենք փորձել ենք պահել հենց Իսահակյանի շունչը։ Երեխաներ, ինչ եք կարծում։ Լույսի ծածկագրի առանցքային դերակատարը Ալլա Սահակյանն է, դերասանուհին եւ ներկայացման վարողն է եւ տեխնիկավարը, երգում է պարուն կերպարանափոխվում եւ արտիստական պլաստիկայով լցնում այն թատերական մթնոլորտը, որում իսահակյանական 12 տարբեր կերպարները դյուրամատչելի կերպով վարպետի խորիմաստ տեքստերը մատուցում են փոքրիկ հանդիսատեսին։ Իսկ ես բերել եմ լույս։ Լույսն է ամենապիտանի բանը։ Առանց լույսի չկա կյանք։ Երեխաների հետ աշխատելիս դերասանուհին միշտ առաջնորդվում է իր մեծ ուսուցչից ստացած պատգամով։ Քանի որ Սոս Սարգսյանի ուսանողն եմ եղել եւ երկար տարիներ էլ աշխատել եմ, իր հետ միշտ ասում է, որ ամենակարևոր հանդիսատեսը դա երեխաներն են եւ ինձ համար դա շատ կարևոր հանգամանք է, երբ որ այս նախագծի մասին մենք արդեն որոշեցինք, որ պետք է արվի, ինձ համար շատ կարևոր էր, որ պետք է ինձ համար կարևոր կրտսեր հանդիսատեսին ճիշտ ուղղության վրա դնել եւ գաղափարախոսությունը ճիշտ հասցնել եւ այնպիսի դերակատարմամբ ես իմ մասնակցություն ունենամ, որ իրենց համար հասանելի լինեն եւ նաեւ ամենակարևորը սիրահարեցնել թատրոնին։ Լույսի ծածկագիրը բեմադրությունը վարպետի տուն թանգարանը այցելուների գնահատմանը կներկայացնի սկսած հոկտեմբերի 25-ից ամեն շաբաթ կիրակի։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։